Ամսի 2-ին բավականին կարևոր օր է, խորհրդանի առաջին նիստն է, եւ 3 բավականին հետաքրքիր հայտարարություն են հնչել, չգիտեմ, ըստ եմ հետևել եք, հարցել են, ասել են, թե ընդհանրապես վեհապարի ներկայությունը եւ խոսքը առաջին նիստին խորհրդանի ավանդույթ էր մինչ այս պահը միշտ է եղել եւ երեք հայտնի արտահայտություն է հնչեց հայտնի մարդու կողմից, ասած ես նման կատողիկներ չեմ ճանաչում, սա ինչ վերաբերում է ընդհանրապես, հա։ Ով է ասել։ Փաշինյանն էլի։ Փաշինյանն ով է։ Հա, ես էլ չգիտեմ, բայց ասել։ Ես չեմ ճանաչում դες մարդ։ Ասում է ես ընտրվել եմ վարչապետ։ Ով բայց։ Փաշինյանը։ Ով է դա։ Ես չեմ ճանաչում։ Ծանոթ մարդու մասին խոսեք։ Իսկ վեհապարի չգալը կամ չմասնակցելը առաջին նիստին, սա մեր հասարակության մեջ ինչ երևույթ է։ Իսան շարունակվող հալածանքի հստակ արտահայտությունն է կամ եւս մի արտահայտության կերպերից մեկը, անցյալ անգամ էլ եմ ասել, երբ իրենք թե 21 թվին, թե նախագահական երթմնակալությանը խնդրում աղաչում պաղատում էին, որ վեհապարը գնար, ապագայում էլ կխնդրեն, կաղաչեն, կպաղատեն, որ վեհապարը գնա իրենց այցելի բանտերում։ Բան չկա ուրիշ, խնդիր չկա։ Սոքրազան, իհարկե երևի փաստաբաններից իրավապաշտպաններից պետք է հետաքրքրվել, բայց քանի առիթը ընձեռվել է, սպասելի էր, որ գործը վեհապարի եւ 6 սրբազանների կուղարկվի դատարան։ Ես անկեղծորեն ասած մանրամասնությունները չգիտեմ, բայց ամեն ինչ էլ սպասելի է։ Մի զարմացեք ոչինչ բանի վրա, զարմանալ տեղ չկա այլևս։ Մանրամասները չգիտեմ գործի, ինչ բնույթ ունի, ինչու է այդպես եղել։ Որքան տեղյակ եմ, կապված էր այդ վեհապարի իրավունքները իրացնելու հետ։ Այսինքն գործը կամ գործ են հարուցել կամ մտնում է դատարան զուտ նրա համար, որ ամենայն հայոց հայրապետը իր լիազորությունները եւ իրավունքները եւ պարտականությունները իրացնում է բարեխղճորեն դրա համար։ Այնպես որ մի զարմացեք, ոչինչ բանի վրա։ Նախորդ նիստին դատարանի նաև դատավորը մի շատ զազրելի որոշում կայացրեց Արթուր Սարգսյանի մասով, նույնիսկ վերջում էլ ասաց, եթե ուզում է կարող է առաջին նիստին ոստիկանի ուղեկցությամբ ներկայանա եւ մասնակցի առաջին նիստին խորհրդանի, թեև պատգամավոր է, ունի իրավունքներ եւ այլն։ Սա հերթական ինձ թվում է, այսպես ասած, շեմներ, կարմիր գիծներ, որ կարելի էր հատել։ Էլ ինչի սպասենք, էլի, եւ ասում եմ ոչ մի բանի վրա ոչ զարմացեք, ոչ էլ ոչինչ։ Մենք արձագանքելու ցանկություն չունենք։ Մենք պետք է ուղղակի գործենք, այդքանը։ Քանի չարիքը մեր երկրի վրա իշխանություն ունի, ամեն ինչ էլ սպասեք։ Իսկ ինչպես գործի հասարակությունը այս հակաեկեղեցական արշավի դեմ, որը ըստ էության շարունակվում է։ Հասարակությունը իր ասելիքը ասել է մեծ իմաստով եւ դարձյալ կասի։ Հիմա խնդիրը թե ինչ մեթոդներով, ինչ միջոցներով, ինչ կերպերով, սա արդեն ուրիշ հարց է, որ չեմ կարծում, որ այս պահին պետք է խոսել այդ մասին, բայց հասարակությունը ասել է, իրենք ընտրություններում պարտվել են ժողովրդին։ Հիշեք, 51% իրենց ասել է ոչ, ամեն ինչին։ Այն մնացած շերտերն էլ այդ 49%-ի չեմ ասում դեռ։ Այնպես որ լավ կլինի ամեն ինչ, Աստծով։